Ողջույն սիրելի հետևորդներ, Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալի զարգացումները հասել են իրենց ամենացավոտ ու անդառնալի կետին։ Այսօր մենք ականատես ենք լինում մի պատմության վերջաբանին, որտեղ սերը պարտվում է ատելությանը, իսկ զոհողությունը քողարկվում է դաժան ստով։ Նոր անոնսը մեզ հուշում է, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա, եւ հերոսների միջև կառուցված կամուրջները վերջնականապես այրված են։ Ամենասպասված եւ միևնույն ժամանակ ամենածանր տեսարանը Հայկի ու Նարեի վերջնական բաժանումն է։ Նարեն, հավաքելով իր ողջ ուժերը, ասում է իր վերջին դաժան խոսքը։ Նա հայտարարում է, որ ամուսնանում է Արմոյի հետ, եւ սա խաղ չէ կամ ժամանակավոր որոշում։ Հայկը, ով ճանաչում է Նարեի ամեն շունչն ու հայացքը, հրաժարվում է հավատալ այդ խոսքերին։ Նա համոզված է, որ Նարեն կրկին փորձում է փրկել իրեն, որ այս ամուսնությունը հերթական ինքնազոհողությունն է, հանուն իր անվտանգության։ Սակայն Նարեն, գիտակցելով, որ միայն դաժանությունը կարող է ստիպել Հայկին հեռանալ, գնում է ծայրահեղ քայլի։ Նա ասում է, որ Հայկի անվտանգության մասին իր վախերը սուտ էին, եւ որ ինքը պարզապես չի կարող կյանք կապել իր եղբոր սպանողի հետ։ Այս բառերը դառնում են այն վերջին հարվածը, որը փշրում է Հայկի հույսերը։ Հայկը հայտնվում է կատարյալ շոկի մեջ, երբ նա վերջապես գիտակցում է, որ այլևս անիմաստ է որևէ բան բացատրել կամ պայքարել մի մարդու համար, ով այդքան սառնասրտորեն մերժում է իրեն, նա ուղղակի բացում է դուռը եւ հեռանում։ Այդ պահին Հայկի հետ հեռանում է նաեւ մի ամբողջ պատմություն։ Մինչ այդ շենքի մոտ Նարեին է սպասում Վռամը։ Նա գտնվում է ահավոր հոգեբանական ճնշման տակ։ Վռամն ինքն իր վրա զարմանում է եւ իրեն մեղադրում, թե ինչպես կարողացավ սեփական ձեռքերով քրոջը բերել իր եղբոր սպանողի մոտ։ Տարվածությունն այնքան մեծ է, որ նրան թվում է օդը չի հերիքում։ Նա դուրս է գալիս մեքենայից եւ հենց այդ վայրկյանին շենքից դուրս է գալիս Հայկը։ Նրանց հայացքները հանդիպում են, այդ հայացքների մեջ կա թշնամանք, ցավ եւ անդունդ, որն այլևս հնարավոր չէ կամրջել։ Հայկը հիասթափված ու կոտրված նույնիսկ չի փորձում մոտենալ կամ որևէ բան ասել։ Նա պարզապես հեռանում է, թողնելով Վռամին իր ներքին տանջանքների հետ։ Վռամն ինքն իրեն ուտում է ներսից, իսկ Սոնան, ով անդադար զանգում է նրան, փորձելով գոնե մի լուր իմանալ, մնում է անպատասխան։ Վռամը չի կարողանում խոսել, չի կարողանում բացատրել այն, ինչ զգում է, եւ սա ավելի է մեծացնում Սոնայի անհանգստությունը։ Տանը տիրող անորոշությունն ու լռությունն ավելի են սրում իրավիճակը։ Սակայն սյուժեն ստանում է նոր ու անսպասելի շրջադարձ։ Շենքից հեռանալուց ընդամենը րոպեներ անց Հայկը զանգ է ստանում աբոյից։ Լուրը ցնցող է։ Վարոյի բանտային ինքնասպանության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Հայկն իմանում է, որ Վարոն ոչ թե սեփական կամքով է գնացել այդ քայլին, այլ նրան դրդել են ինքնասպանության։ Սա նոր հանելուկ է, որը պահանջում է լուծում։ Հայկը դեռ չգիտի, որ այս դաժան ու սառնասիրտ ծրագրի հետևում կանգնած է Արմոն։ Արմոն, ով քայլ առ քայլ քանդում է բոլորի կյանքը, իր ճանապարհին չխնայելով ոչ ոքի։ Ինչ եք կարծում դուք, սիրելի դիտողներ, արդյոք Հայկը կկարողանա բացահայտել Արմոյի իրական դեմքը, քանի դեռ ուշ չէ։ Ինչ կլինի Նարեի հետ, երբ նա հասկանա, որ իր զոհողությունն ու ստերը միայն ավելի են խորացրել ողբերգությունը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մենք ուշադիր հետևում ենք ձեր բոլոր տեսակետներին։ Ինչպես նաև չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին եւ միացնել զանգակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ սերիայի ամենաթեժ վերլուծությունը։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար։